Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում հարցազրույցի ժամ է, իմ հյուրն է նկարիչ տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանը, ողջույն Արմեն։ Բարև ձեզ։ Ձեզ ներկայացնեմ նաև, որ Արմեն Հովհաննիսյանը բնակվում է Վրաստանում, շատ կարճ այց է ունեցել հայրենիք և մենք օգտվելով այդ առիթից փորձեցինք զրուցել մեր հայրենակցի հետ և նույն ժամանակ կներկայացնենք իր ստեղծագործական աշխատանքը, որովհետև կարծում եմ այս հարցազրույցը դիտելուց կտեսնեք, թե ինչ հրաշալի և տաղանդավոր հայրենակից ունենք, մեկ օրով եք իհարկե այցելել Հայաստան, ինչ առիթով եք այս այցը։ Նախ ողջունում եմ ևս մեկ անգամ, շնորհակալություն հնարավորության համար, այցը նպատակային է, ներկայացում, տիկնիկայի ներկայացում Փարաջանովի թանգարանի հետ բարեգործական մանկատան երեխաների համար, որ ինձ համար շատ կարևոր է հայ երեխաներին ներկայանալ հայկական իմ ներկայացումներով։ Արմեն ջան, Facebook-ով եմ հետևում, թե դուք ինչ շատ գեղեցիկ, հետաքրքիր, հայկական դիմապատկերը պահող հիմնականում տիկնիկներ եք, չէ՞, պատրաստում, նաև դուք ունեք ձեր հիմնադրած թատրոնը։ Խոսեք մի փոքր թատրոնի մասին։ Թատրոնը այսպես վաղուց էր հիմնադրված, տիկնիկները վաղուց ծնվում էին տարբեր կերպարներ, տարբեր ներկայացումներ, բայց օֆիցիալ արդեն որպես իրավաբանորեն թատրոնը 6 տարեկան է։ Իհարկե թատրոնի նպատակը, գիտեք, առհասարակ այսպես սկսեմ խոսքս, Սփյուռքում ապրելը կրկնակի պայքար է։ Դու պայքարում ես, եթե քո գենետիկայի, քո տեսակի համար, իսկ ես գտել եմ իմ պայքարելու տարբերակը, դա տիկնիկային թատրոնն էր։ Տիկնիկային թատրոնը շատ մեծ ուժ ունի խոսքը հասցնելու տիկնիկի շուրթերից երեխային, այս դեպքում հայկական խոսքը, հայկական բառուբունը, հայկական ավանդույթները, եթե տիկնիկները գնում են հեռավոր ինչ-որ մի հայկական բնակավայր կամ թեկուզ հենց Թիֆլիսում ներկայացնում ենք հայ երեխային հայկական պարերը, հայկական քոչարին, հայկական ծիսակարգը, խոսում ենք ոչ միայն ներկայացումներ են, մեր հանդիպումները երեխաների հետ առհասարակ լինում են նաև վարպետության դասերով, պատրաստում ենք տարբեր ծիսական տիկնիկներ, մեր հայկական կենածառը, խաչբուռներ, խոսում ենք մեր ավանդույթների մասին, բայց ես լինելով, գիտեք, լինելով հայ, նաև ծնվելով Վրաստանում, ես միշտ այսպես եմ ասում, օրորոցս օրորվել է վրացական հողում, ամեն դեպքում այդ էներգիան կա, ես նաև կրողն եմ վրաց մշակույթի, բայց ամեն դեպքում օրորոցայինս եղել է հայերեն։ Դա արդեն շատ մեծ կապ ունի հողի էներգիան օրորոցով, բայց օրորոցայինը հայերեն, երկու շատ հին ազգերի, երկու շատ ինձ համար թանկ մշակույթների կրողն եմ, դրա համար ինչ-որ չափով նաև հետաքրքիր է իմ ստեղծած թատրոնը, քանի որ տիկնիկային թատրոնը նաև շատ լավ դիվանագիտորեն պահում է երկու երկրների մշակույթային կապերը, կամուրջ է երկու երկրների մշակույթների միջև։ Ես հատուկ բեմադրում եմ նաև հայկական հեքիաթներ վրացերենով, որպեսզի վրաց հանրությունը ևս տեսնի հայկական մշակույթը։ Բեմադրում եմ վրացերեն ներկայացումներ, այսինքն հին Թիֆլիսն եմ ներկայացնում, հայկական միջավայրը, հայկական կոլորիտը, հավլաբար իր կենցաղով ու տիկնիկները փորձում են արտադրել, վերարժևորել ու նոր սերունդներին ներկայացնել մեր ունեցած մշակույթն ու ավանդույթները եւ կարծում եմ դերասաններն ու թատրոնը չեն կարող անել այն, ինչ անում են տիկնիկները, որովհետեւ տիկնիկները ինքնին մագիա են։ Արմեն, հետաքրքիր բան ասացիր, որ տիկնիկները քո պայքարի միջոցն են եւ շատ կարեւորեցիր, կարող ենք ասել, որ տիկնիկներին գալիս են դիտելու երեխաները, բայց նաև դա պայքարի այդ ձևով նաև ծնողներին է ինչ-որ խոսք հասնում։ Գիտեք, սովորաբար ինձ հարցնում են ու մի շատ այսպես լավ լրագրող հարցրեց, որ լավ, բոլորը քեզ են տեսնում, դու ինչ ես տեսնում բեմից, ներկայացումները բեմադրված է այնպես հեղինակային թատրոն է, մի դերասանի թատրոն, ես մենակ եմ ու ամբողջ այսպես տիկնիկների մի ամբողջ բազմություն խումբ, իհարկե, գիտեք, հիմնականում
թատրոնը բոլոր տարիքի երեխաների համար է, ես ասում եմ 1-ից մինչև 100 քանիս, այսինքն բոլոր տարիքի, ով իր ներսում չի կորցրել այն մանուկին, այն ապրող մանուկին ու հեքիաթը դեռ չի կորցրել, կամ եթե կորցրել է իմ թատրոնի միջոցով գոնե վերադարձնի այդ մանուկին, որպեսզի ներքին մանուկը չքնի իր ներսում։ Ծնողների համար էլ են, քանի որ իհարկե կան նաև ծնողներ, այսինքն հայերեն խոսքի խնդիր կա, հայերեն մշակույթի խնդիր կա, իսկ բոլոր ծնողները չէ որ ունեն հայկական կրթություն, իսկ եթե ճամփրուկից դուրս է գալիս Թումանյանի տիկնիկը ու պատմում է իր հեքիաթները, կարծում եմ երեխաները եթե հարցնեն ծնողներին ով էր այս պապիկը, Թումանյան պապիկը, ծնողները կամաչեն եւ իրենք եւս կսկսեն հետո կարդալ Թումանյանի հեքիաթները։ Կարծում եմ, որ նռից ծնվում է Փարաջանովը, արդեն իրենց մեջ գոնե գենետիկայի ինչ-որ զարկ կլինի ու իրանք կհարցնեն նաև ծնողներին, որով էր այս պապիկը ու իրանք էլ կսկսեն նայել Փարաջանովի ֆիլմերը։ Գիտեք, առհասարակ ես շատ լավ գիտակցում եմ, թե Սայաթ Նովան ինչ էր անում։ Սայաթ Նովան, ես զուգահեռներ ինձ հետ բացարձակ չեմ տանում Սայաթ Նովան մեծությունը, բայց ամեն դեպքում այդ դիվանագիտությունը մշակույթային պահելու այդ հարաբերությունները ու դարավոր այսպես խայծը, որ հանկարծ ինչ-որ մի բան լինում է, պառակտություններ, ինչ-որ անհամաձայնություններ, բոլորը հիշում են, հիշեք Սայաթ Նովային, ինքը մշակույթային խաղաղություն էր բերում, քանի որ հատուկ ինքը գրում էր վրացերեն տաղերը հայերեն, հայերեն տաղերը վրացերեն, ես գիտեմ ինչու էր դա անում, որովհետև իր միտումը երկու երկրների այս դիվանագիտությունը, մշակույթային դիվանագիտությունը պահել էր, նաև հայերեն խոսքի հնչեղությունն էր կարևորում, նաև Թիֆլիսում իր խաղերի միջոցով։ Դու բեմում մենակ ես։ Որտեղից ես վերցնում այդքան էներգիա, որովհետև դու տալիս ես եւ հետո պետք է ունենաս էներգիա նորից պետք է ունենաս, բացի դրանից ներսումդ պետք է խոսք լինի, որ դու կարողանաս դա փոխանցես, լինում է ժամանակ, որ սպառվում ես ու որևէ բան չես ուզում անել։ Լինում է հոգնածություններ, բայց սպառում չեմ կարող ասել, որ սպառվում եմ։ Ամեն դեպքում, եթե լինում է պահ, որ զգում ես, որ ինչ-որ չես սպառվում, բայց հոգնում ես, բայց լինում է ինչ-որ մի երաժշտություն, ինչ-որ մի բան, մի զարկ, մի անգամից էներգիա ես ստանում կամ ինչ-որ մի հետաքրքիր կերպար, որ նորից հառն են առնում այդ կերպարները գլխիդ մեջ ու գալիս են թխկացնում, որ դու հոգնելու իրավունք չունես, դու միսիա ունես կատարելու, դու պետք է մեզ ստեղծես։ Ես ծնունդով Մարնեոլի շրջանի Շահումյան ավանից եմ։ Շահումյան ավանը 17-րդ դարավերջին տեղափոխվել են Արցախի Ուտիկ նահանգից, երբ մելիքական տները չեն կարողացել ինքնակառավարվել, Երեկլե II թագավորի հրամանով, մերոնք 17-րդ դարավերջին եկել են Շուլավեր, հին Շուլավեր, ներկայիս Շահումյան փոքրիկ քաղաք, հիմնականում բնակեցված են հայերով, իսկ Մարնեոլի շրջանը հիմնականում ադրբեջանցիներով են բնակեցված։ Գործունեությունս իհարկե դարբնոցը մշակույթային դա Թիֆլիսն է, որովհետև Թիֆլիսը շատ խիստ քննադատ դարբնոց է, եթե դու լինես միջին մակարդակի, քաղաքը քեզ չի ընդունի, դու պետք է լինես բացառիկ, ամեն դեպքում նախ պետք է լինես քո մշակույթի կրողը, որպեսի հարգանքի արժանանաս, նոր հետո եթե ցանկություն ունես ուրիշ մշակույթներ եւս ներկայացնես։ Ես կարծում եմ, եթե ձուլվում է մարդը, հարգանքի արժանի չէ ցանկացած երկրում, ցանկացած քաղաքականորեն, թե մշակույթային այսպես իրենց ձևաչափի մեջ, էներգիան իհարկե կապս կա Հայաստանի հետ, այնպես չի որ չեմ գալիս, գոնե տարվա կտրվածքով 2-3 անգամ գալիս եմ, ծրագրեր իրականացնում ենք կամ երբեմն որ շատ եմ կարոտում, մեզնից մոտ է հաղպատ Սանահինը, գալիս եմ որ հաղպատի կամ Սանահինի լուսաբաց տեսնեմ, կան, կապը կա, պահում ենք ու այդ էներգիան ստանում ենք ամեն դեպքում, իսկ միջավայրը գիտեք մենք ենք ստեղծում մեր միջավայրը, ինչքան էլ ուզում է օտարներ լինեն, երբեմն լինում է, ստեղ էլ կա, ամեն տեղ կա այդ միջավայրը, որ թվում է հայերեն է հնչում, բայց հայկական միջավայրը դեռ կարոտ ենք։ Արմեն, ես տեղյակ եմ նաև, որ Վրաստանի տարբեր մրցույթների, միջազգային մրցույթներ են ի դեպ եղել, ներկայացրել ես, դու
Վրաստանն ես ներկայացրել։ Ներկայացնում եմ նաև Թիֆլիսյան կոլորիտային, կոնկրետ Թիֆլիսյան կոլորիտային, որի մեջ ներառված է նաև հայկական շերտեր, իհարկե այնտեղ կինտոների պարը, կարաչոխելիներ, չգիտեմ, ամեն ինչ ներկայացված է Թիֆլիսյան այդ քաղաքային մշակույթը, երաժիշտները, Սայաթնովան իր գոզալներով, իր մուսաններով, չգիտեմ, այդ հին բալկոնները, ամեն դեպքում ներկայացրել եմ տարբեր միջազգային մրցույթների, փառատոների, տարբեր երկրներում իդեպ առաջարկներ կան, բայց որպես արվեստագետ, գիտեք, արվեստագետը պետք է լինի նաև իր շրջանակներից դուրս, այսինքն պետք է չմտնի ոչ մեկի շրջանակների մեջ, եթե տեսնում եմ դա ինչ որ կաղապար է ինձ բերելու առաջարկները, որ ներկայացնեն, ես միանգամից կարող եմ հրաժարվել, բայց տեսնում եմ, որ դա իմ ազգային ինչ որ դիմագիծին վնաս չի բերում, ես միանգամից կարող եմ համաձայնել, որպես Վրաստանում ապրող եւ ստեղծագործող արվեստագետ, սիրով ներկայացնում եմ նաեւ Վրաստանը, առաջարկ լինի կներկայացնեմ նաեւ Հայաստանը, խնդրում։ Ներկայացրել եմ Ուկրաինայում միջազգային փառաջանովյան մրցույթեր էլի գործեր ենք ներկայացրել, առաջարկներ վերջերս եղան Պարսկաստանում պետք է ներկայացնեի Վրաստանը, Չինաստանում եւ վերջերս մեր Վրաստանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Բերլինում մեծ հյուրախաղ ունեցա 2023 թվականին, այնտեղ եւս հայ համայնքի ներկայացուցիչներ կային նաեւ գերմանացիներ եւ շատ վրացիներ, որոնք լսել էին, որ Վրաստանից արվեստագետ է գալիս, նրանք էլ էին եկել Վրաստանում տեղուի միջազգային ինչ որ մրցույթներում կամ փառատոներում լինում է այդպես, որ նաև թատերական, ոչ թատերական, նաև կոլաժներ եմ ներկայացնում կամ ինչ որ ստատիկ տեխնիկների մասով լինում է ցուցահանդեսներ, որ չեմ հրաժարվում, որպես արվեստագետ մասնակցում եմ այդ միջոցառումներին։ Էլի եմ ասում, եթե դա չի խանգարում իմ մտածելակերպին ու ազգային ինչ որ շրջանակներին։ Տեխնիկային արվեստը պահանջարկը կա ամբողջ աշխարհում։ Գիտեք, մարիոնետների տեխնիկային արվեստը վերացող արվեստ է, ցավոք սրտի եմ սա ասում, որովհետև հիմա բոլոր երկրները ունեն իրենց տեխնիկային թատրոնները, ստեղանային թատրոններ, ձեռնոցային զողիկավոր, բայց մարիոնետների վարպետը, այսպես կոնկրետ շատ քիչ են վարպետներ, ովքեր ունեն հեղինակային թատրոններ եւ անձամբ իրենք են պատրաստում թատրոնում տեղի ունեցող բոլոր տեխնիկներից, դեկորներից, սցենարներից, երաժշտության հարց, չգիտեմ, ամեն ինչ հեղինակայինը հենց դա է, որ դու ամբողջ դու ես պատրաստում։ Ու այսօր մարիոնետների թատրոնը շատ բացառիկ ու ցավոք սրտի վերացող արվեստ է, որ վարպետներ շատ քիչ են մնացել։ Թիֆլիսը ունեցել է այս մշակույթը, իհարկե ունեցել ենք նաև հայ վարպետներ, անպայման հայկական թատրոններում, նույնքը Փարաջանովը նույնպես տեխնիկներ պատրաստում էր։ Վրաստանում ինչ արգելք, ինչ խոտ-չնդոտ ունի հայ արվեստագետը։ Ես իմ մասով կարող եմ միայն խոսել, ես բարձրարձակ այսպես ոչ մի խոչընդոտ դեռևս չեմ, այսպես ֆիքսված ոչ մի խոչընդոտ չեմ հանդիպել, առավել եւս եթե հետևում եք, դուք նշեցիք, որ հետևում եք նաեւ Facebook-ին, տեսնում եք ինչքան ուշադիր են, ինչքան գիտեք, իրենք արվեստագետի հետ շփվել գիտեն, որովհետև շատ կարևոր է ինչպես է ուղղակի հանդիսատեսը կամ ուղղակի քաղաքացին մոտեցումով մոտենում քո ստեղծած արվեստին։ Խոչընդոտներ այդպես ֆիքսված չեմ ունեցել, եթե չասեմ աջակցություններ ավելի շատ աջակցություններ եմ հիշում, քան խոչընդոտներ։ Իսկ հայ եւ վրացի հանդիսատեսը, տեխնիկային հանդիսատեսը, ինչ առանձնահատկություններ կնշեք, որ դրանք բնորոշ են վրացիներին, ինչ որ առանձնահատկություններ էլ բնորոշ են հայերին։ Ու այդպես ֆիքսված ես գուցե չասեմ, բայց գիտեք, ամեն մեկը ունեմ նաև համարներ, որ բոլոր ազգությունների համար է, հատուկ ընտրել եմ երաժշտական եւ պարային համարներ, խոսք չկա, որովհետեւ իմ մոտ նաև գալիս են
այլազգիներ, տուրիստներ, ունեմ նաև այդ ծրագիրը, այդ բազմության հանդիսատեսի մեջ կարող են լինել վրացիներ, հայեր, չգիտեմ, գերմանացիներ, ֆրանսիացիներ, բոլորը յուրովի են դա տեսնում, բայց բնականաբար ամեն մեկը գտնելով իր ազգային տարածաշրջանի համարը ոգևորությունից միանգամից հասկանում ես, որ եթե քոչարինը հայերը սկսում են քոչարին ոգևորվել պարել, եթե վրացական պարն է, վրացիներն են ոգևորվում, բայց ամեն դեպքում թատրոնն ու տիկնիկները համախմբում են եւ կարողանում են վերջում այսպես ջեր մթնոլորտով փորձում են հարգել միմյանց մշակույթը ու հեռանալ ներկայացումից։ Դա ինձ համար ամենակարևորը։ Քո միսիան ինչ խոսք ունես, որը երկարաժամկետ քո գործունեության հենց մեխն է։ Գիտեք, ինչպես նշեցի, տիկնիկային արվեստը մեծ ուժ ունի, այդտեղ ազգային մշակույթի ներկայացման խնդիր դա մի կողմ եթե դրած, ինձ համար ամենակարևորը մարդու մեջ արթուն պահել իր ներսի հեքիաթը, որովհետև ես էլի եմ ասում բոլոր տարիքի երեխաների համար բոլոր աշխարհի նենգություններն ու չարությունները գալիս են նրանից, որ երեխաները մանկությունում հեքիաթ չեն ունեցել կամ խեղված մանկություն են ունեցել։ Եթե իմ տիկնիկային թատրոնը ինչ-որ չափով կարողանա նպաստել նրան, որ յուրաքանչյուր մարդ իր ներսում արթուն պահի իր ներսի հեքիաթը կամ արթուն պահի են մեր ներսում ապրող մանուկին, որպես այդ մանուկը չխռովի հեռանա, հենց դա է իմ միսիան, որ ինչ-որ ձևով նպաստեն, որ վաղը պատերազմներ չլինեն, մարդիկ առողջ մեծանան հոգեբանորեն ու այն տրամաբանությամբ, որ հեքիաթի վերջում միշտ բարին է հաղթում, այդպես չար ավարտերով հեքիաթներ ես դեռ չեմ հիշում ու չեմ էլ ուզում, որ լինեն։ Կուզեի նաև իմանալ մոտ ապագայում ինչ պլաններ ունեք, նաև հետաքրքիր է Հայաստանի համար ունեք ինչ-որ նախագիծ, որը մի քանի օրով կլինի եւ հայ հանդիսատեսը ավելի մեծ հնարավորություն եւ ժամանակ կունենա ավելի մոտիկից ծանոթանալու Արմեն Հովհաննիսյան արվեստագետի եւ իր ստեղծագործության հետ։ Նոր ներկայացման վրա եմ աշխատում, ներկայացումը խաթաբալա է, այնտեղ տարբեր ինչ-որ կերպարներ են, շատ հետաքրքիր, եթե հնարավորություն լինի, սիրով աշնան ուզում եմ, որ ստեղ Փարաջանովի տուն թանգարանում, որովհետև Միջավայրի ինքնին տրամադրում է այդ ներկայացմանը, ներկայացնել, իհարկե էլի առաջարկներ կան, հնարավորության դեպքում ուզում եմ գոնե մի 3-4 օրով գալ, որպեսզի կարողանալ որ մի բան հասկանալ, նաև իմ մշակույթը գոնե մի երկու ներկայացումով ներկայացնել հայ հանրությանը, հայ հանդիսատեսին, դա Հայաստանի հետ կապված, Վրաստանում առաջարկներ կան տարբեր թատրոնները, ինչպես գիտեք, ես համագործակցում եմ տարբեր վրաց պետական թատրոնների հետ, որպես նկարիչ, հիմա առաջարկ կա որպես ռեժիսոր, նոր ներկայացման վրա ենք աշխատում, Բաթումի տիկնիկային թատրոնից է առաջարկը, նաև Թիֆլիսի տարբեր թատրոններից, նաև դասավանդում եմ ու գործունեությունս հիմնականում նաև այսպես գնում է դեպի այդ ուղղությամբ, տարբեր ստուդիաներում, պետական ստուդիաներում աշխատում եմ վրաց երեխաների հետ, երբեմն լինում են, որ հայ երեխաներ հազվադեպ գալիս են, ունեմ հայ երեխաներ, բայց այսպես մասնավոր իմ ցանկությամբ ես անում եմ, կազմակերպում եմ նաև հանդիպումներ շրջանում, թե Թիֆլիսում ապրող հայ երեխաների հետ, խոսում ենք հայ մշակույթից, ինչպես նշեցի, վարպետության դասեր ենք ներկայացնում, պատրաստում ենք ծիսական տիկնիկներ, խոսում ենք ծիսական տիկնիկների խորհրդից, կարևորությունից, գիտեք, ծրագրերը չեմ ուզում առաջիկայում այսպես խոսել, ինչ եմ, բայց կան առաջարկներ, եթե ստացվեց, հետաքրքիր ծրագրեր սպասվում են առաջիկայում։ Շնորհակալ եմ հարգելի Արմեն։ Ես եմ շնորհակալ ուշադրության համար ու ինձ համար հաճելի էր ծանոթանալ ու հաճելի է ուշադրությունը ամեն դեպքում, եթե հայրենիքից է։ Սիրով։ Սիրելի հայրենակիցներ, իմ զրուցակիցը նկարիչ, տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանն էր։ Այսքանից, տեսություն։